Մեգի չես մտածում, որ կարա սկանդալ լինի։ Իսկ դու չես մտածում, որ կարող է ես հենց դրա հետքերով էլ եկել եմ։ Ես չեմ կարող այստեղ մնալ։ Դու այստեղից գնալով շատ մարդկանց հնարավորություն ես տալու, որ իրենց հաղթանակած զգան։ Դա քեզ պետք է։ Ես խեղդվում եմ այստեղ։ Եվս 2-2 գնում ենք։ Ինչ կասես։ Դու ես սրան հրավիրել։ Ես ոչ մեկի չեմ հրավիրել, էդ էր պակաս։ Այդ դեպքում ինչ է անում ստեղ։ Ես ինչ իմանամ, Վիվի, տես մենակ չի, երևի ռեստորան են եկել, զուգադիպել է։ Ուզում ես ասես պատահական է, հա, հայտնվել, ստեղ ու հենց այսօր։ Դե հա, զուգադիպություն է։ Եթե ավելորդ մարդկանցից ուզում էիք խուսափել, դռները փակեիք, դուք եք մեղավոր։ Նկատեցին քեզ։ Շատ ավելի լավ, ուրախ և ինտրիգային ժամանակ եմ սպասվում։ Ինչ ես մտածել Մեգի, որ եկել ես ստեղ։ Այդ որ Սոֆիան կանչել է ստեղ Մալենա, դա արդեն վատ է քո համար։ Եթե էլ հերիք չի, մատել ցուցադրական բաներ ես անում, հա։ Չգիտես որ զզվում եմ տենց բաներից։ Ինչ ցուցադրական բաներ մի կան։ Իբր այդ մեր բարի ինչ էր։ Երևի հիշեցնեմ քեզ, որ այսօր մեր երեխու ու մեր տոնն է։ Ու իմ ու քո բարը լրիվ տրամաբանական ու նորմալ քայլ էր, պարզա։ Այդ ուրիշ բան, որ դու ճնշվում ես Սոֆիայի ներկայությունից, բայց հիշեցնեմ քեզ մեկ անգամ եւս, որ ինքը մեր արդի երգչուհին է։ Ընդամենը սիրելիս։ Բան չունեմ ասելու, տպավորիչ էր։ Թողեց ինձ սեթս, ինչքան խնդրեցի, որ մնար, չմնաց, թողեց հեռացավ սեթս։ Լավ, պետք չի հիմա կարճել երազից։ Իրականում ես աշխատեցի, չհիշեմ երազս, բայց և տեսնում եմ երեխուս գլխի սուրա կախված, չեմ կարող չհիշել երազս։ Ես քեզ հասկանում եմ, Ֆրիդա, շատ դժվար է, բայց փորձի քեզ հանգիստ պահել, դա քեզ պետք է, անհրաժեշտ է։ Սեթը շատ վատն է, շատերի աչքի փուշն է։ Ու ես գիտեմ, որ շատերը ատում են նրան, ու այնպես չի, որ հենց այնպես առանց պատճառի են ատում։ Բայց հասկացի սեթը իմ թոռն է, ես իրան շատ եմ սիրում։ Դե հա, դու որ Թաթուլին ես սիրում, թոռանդ կսիրես ու կսիրես։ Սեթս ինձ համար մի տեսակ ուրիշ է։ Նա միշտ բարի է իմ հանդեպ, ուշադիր է, ինձ միշտ պաշտպանական է։ Ֆրիդա, հասկացանք, լավ, ամեն վարկյան կարող է սեթը հայտնվել։ Վարկյանները գնում են, իսկ սեթս չկա, չկա ապեր, չկա։ Սոֆիա։ Հերո Մոլամիկա, չխոսաս ինձ հետ։ Ինձ համար քո գալը անակնկալ էր։ Եթե ես իմանայի,
ուր եմ գալիս, չի գա։ Ես ներողություն եմ խնդրում Մալենայի վատ պահվածքի համար։ Մալենան ոչ մի վատ բան չի արել։ Ինչ ես խոսում, ես ինքս եմ ցավապրում, որ մտածում եմ դու պետք է այսօր ստեղ երգես։ Դա իմ աշխատանքն է, Միկա։ Եվ ես ուրախ եմ, որ քո բալիկի արիթին եմ երգում։ Սոֆիա, մի րոպե սպասի։ Թողեց, Միկա։ Սոֆիա, դու չպետք է երգես։ Ոչ ոք իրավունք չունի իմ երգչու հետ նման կերպ վարվել։ Բաց թող։ Պարոն պրոդյուսեր, դու ոնց որ պիտի գնաս վերապատրաստման։ Քո գործում թերանում ես։ Մամ, խնդրում եմ, արհամարի ու վերջ։ Չեմ կարողանում։ Ես մոտ չի ստացվում։ Սա ինչ-որ ձև իմացել է, որ առիթ ունենք ու դիտմամբ եկել է, որ փչացնի։ Ու ասեմ քեզ, որ դու էլ օգնում ես իրան, քո սենց պահվածքով։ Միկա, ինչ եք տեսել։ Ինչ ա եղել։ Ինչի եք մի տեսակ։ Ես կամ երգում եմ ու շատ արագ հեռանում եմ, կամ հեռանում եմ առանց երգելու գոր։ Я не верю вновь своим глазам, я за эту встречу все отдам. Может быть, со мной не по пути, знаю, я должна сейчас уйти. Желаю тебе из тысячи звезд одну, самую яркую. Желаю тебе из тысячи слез одну, самую сладкую. Желаю тебе из тысячи встреч одну, самую счастливую. Желаю тебе из тысячи ночей одну, самую длинную. Ձայնը տանդաթար լսել եմ ուզում, բայց և չեմ կարողանում տեսնել, թե ինչպես են քեզ ուղղում բազում հայացքներ ու չռված աչքեր։ Может быть, ты вспомнишь обо мне, или я приду к тебе во сне, и опять услышишь голос мой, смысл слов по-прежнему простой. Желаю тебе из тысячи звезд одну, самую яркую. Желаю тебе из тысячи слез одну, самую сладкую. Желаю тебе из тысячи встреч одну, самую счастливую. Желаю тебе из тысячи ночей одну, самую длинную. Первую любовь не забывай, тайну никому не раскрывай. Սերս։ Все, о чем тебе я Ինչ լավ եղավ, որ Սոֆիային говорю, հրավիրեցին քեզ։ сколько хочешь раз я Ամենաշատն դու ուրախացել։ повторю. Желаю тебе из тысячи звезд одну, Ինչ։ самую Ճիշտ չեմ ասում։ яркую. Желаю Մի րոպե тебе սպասի, լավ բան եմ из մտածել։ тысячи слез одну, самую сладкую. Желаю тебе из тысячи встреч одну, самую счастливую. Желаю тебе из тысячи ночей одну, самую длинную. Желаю тебе из тысячи встреч одну, самую счастливую. Желаю тебе из тысячи ночей одну, самую длинную. Ուզում եմ գրկես Միկայի տուն։
Կասես ինձ, ինչ ես անում ստեղ։ Ժամանակ եմ անցկացնում։ Բայց դու ոնց որ լուրջ առիթ ունես նշելու վրեժ։ Մեգի մենակ չասես, թե պատահմամբ ես հայտնվել ստեղ։ Ես քեզ շնորհավորում եմ։ Եթե ինձ մի քիչ հարգում ես, խնդրում եմ, գնա։ Ինչի ես որևէ մեկին խանգարում եմ։ Չէ։ Թե կինդ խանդում է։ Այ քեզ ման ես իմ ընկերուհիների հետ այստեղ առիթ ունեմ նշելու։ Դու ինձ ես խանգարում քո պահվածքով։ Երևի չես կարողանում, չէ՞, կենտրոնանալ։ Խանգարում եմ։ Սերն այդպիսի բան է։ Վրեժ ազատիչ։ Դժվար չէր կռահել, թե քեզ որտեղ պետք է գտնեմ։ Հույզերդ ու զգացմունքներդ էլի քեզ խեղդում են։ Գիտես այնքան վատ եմ, որ չեմ հասկանում շուրջս ինչ է կատարվում։ Կեցես դու քեզ շատ լավ պայեցիր։ Որ Մալենան ամեն ինչ անում, որ ինձ հունից հանի։ Հա, բայց դու մնում ես քո բարձրության վրա, հասկացող մարդը դա տեսնում ու հասկանում է։ Եվս մի երկ եւ մենք գնում ենք։ Մենք գնում ենք։ Մի քիչ անտերի, լավ։ Ես նոր տեսա, հայրդ նրա հետ էր խոսում։ Համ հերիքա քեզ տանջես։ Մի հատ տեսրես քո վիճակը։ Դու չես կարող քեզ ուրախ բայց այսօր քո թորան օրն է։ Քեզ նենց պահի թող ինքը իրան վատս գա փախչի ստեղից։ Ապրես, լավ երկեցիր։ Մերսի, լավ է, որ հավանեցիք։ Ինչ ա եղել, Մալենա։ Ոչ մի բան կյանքս։ Մեր երկչուհուն ասում էի, որ հրաշալի կատարեց։ Մեր հետագա բոլոր խնջույքներին անպայման կհրավիրենք իրան։ Իսկ դու չես զգում, որ երեխուն մենակ ես թողել։ Դա եկի մոտ է, բայց եթե ուզում ես, արի միասին գնանք։ Ինչ ասենք ես աղջկա այդերից, Մալենա։ Դու ինչի վատացար։ Ես ընդամենը գովում էի աղջկան։ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ ինձ մենակ չես թողնում։ Շնորհակալ եմ, որ փորձությունների մեջ հայտնվելուց հետո կարողանում եմ դուրս գալ։ Շնորհակալ եմ, որ ընտանիքիս ու երեխաներիս առողջ ես պահում։ Շնորհակալ եմ, որ հանդիպեցի Հայկին Տեր։ Ինձ թվում էր, որ ես այլևս չեմ սիրի, որ սերը մնաց հեռու երազներում, որ ես որպես կին էլ երջանիկ չեմ լինի։ Շնորհակալ եմ Տեր, դու ինձ թույլ տվեցիր սիրել ու սիրվել։ Ես սիրված եմ և սիրում եմ մի մարդու, ով արժանի է։ Տեր, Հայկ արժանի է ապրելու։ Ներիր ինձ խնդրում եմ, ներիր, որ խառնվում եմ քո գործերին, բայց աղաչում եմ քեզ։ Խնդրում եմ, Տեր, թույլ տուր, որ Հայկը ապրի։
երկարացրու նրա կյանքը, Տեր, խնդրում եմ։ Թույլ տուր, որ ապրենք մեր կյանքի մնացած օրերը երջանիկ, կարողանանք վայելել մեր կյանքի սիրո այս հատվածը, Տեր, խնդրում եմ։ Գիտես, ինձ քիչ է մնացել։ Չէ, էլ չասես։ Միայն Աստված գիտի, թե ում ինչքան է մնացել ապրելու։ Արի ոչ մի բանի մասին չմտածենք։ Արի ուղղակի վայելենք, հա։ Հա։ Արի վայելենք։ Ես հիմա ապրում եմ իմ կյանքի մեծագույն երջանկությունը։ Այս պահը իրոք որ պարգև էր։ Հայկ, ես շնորհակալ եմ քեզանից, որովհետև քո շնորհիվ ես նորից վերապրում եմ աստվածային այս զգացմունքը։ Ես էլ եմ ապրում այդ նույն զգացմունքը։ Ես շնորհակալ եմ, որ դու իմ մեջ ոչ միայն սեր, այլև ապրելու ցանկություններ արգեցիր։ Հայկ, արի աղոթենք ու հավատանք, որ ամեն բան լավ է լինելու։ Ու հավատանք, որ Աստված մեզ մենակ չի թողնի, որ մեզ հետ է։ Արի հավատանք ու աղոթենք, Հայկ։ Լավ, Ֆրիդա, լավ։ Ուր մնաց իմ ուժեղ քույրը։ Աֆոյլ մեջս ուժ չի մնացել։ Տանս անդամները գողացել են իզնից։ Ֆրիդա, ես քեզ խոստանում եմ գտնել թոռանդ, հանգստացիր։ Միայն ողջ լսում ես ինձ, Աֆո, միայն ողջ։ Ակրակ դեպքում ավելի լավ է սպասելով ապրեմ։ Ֆրիդա, դու ծայրահեղության գիրկն ես ընկնում։ Ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։ Շատ մարդիկ է սպասելով ապրում։ Լավ էլի, ոնց որ միտումնավոր առաջ ընկնես։ Զորով վատն ես մտածում, չեմ հասկանում։ Դու քո երազը տեսել ես ու պատկերացնում ես արդեն, թե ինչ կարող է լինել։ Սպասելը ամենաուժեղ ցավազրկողն է։ Մի տեսակ, գիտես, դեբիլացնում է ու տանում է դանդաղ մահվան։ Դու գիտես, որ ես չեմ սիրում նման խոսակցություններ, վերջ տուր։ Ես պիտի դուրս գամ հիվանդանոցից։ Չես կարող, քեզ վիրահատություն է սպասվում։ Հա, իսկականն է։ Դու հասկանում ես, Աֆո, ես կմնամ վիրահատական սեղանին։ Կամ ասում ես ինձ դուրս գրեն, կամ ես ոչ մեկի թույլտվությանը չեմ սպասելու, գնալու եմ տուն։ Այսքան ծախս են արել, ռեստորանն ինչի չեմ փակել։ Երևի հասկացել են, որ ես էլ ցանկություն կունենամ գալու։ Իսկ դուրս չգանք։ Ինչի։ Նստած ենք էլի։ Մեգիի մտքին այսօր սկանդալ անելու ցանկություն կա։ Տեսակական։ Ողջույն։ Աղջիկ ջան, մտքովդ չանցնի, որ քո ներկայությամբ ինձ կարող ես հունից հանգնել։ Քեզ հունից հանում եմ ոչ թե ես, այլ ամուսինդ, որ հեռվից հեռու ինձնով է հիանում։
Չէ։ Տենց բան չեմ անի։ Այդքան չեմ իջնի։ Ձեռքերս կեղտոտ եմ։ Գիտես ինչն է ամենածիծաղելին, որ դու անդադար փորձում ես քեզ ինձնից բարձր ներկայացնել։ Աղջիկ ջան, բայց այդպես էլ կա։ Ես քեզնից շատ բարձր եմ։ Նույնիսկ ես կինն եմ։ Իսկ դու սիրուհին։ Ու դրանով ամեն ինչ ասված է։ Ոչ իմ դեմ ապացույցներ ունեն, ոչ Լոլայի, ոչինչ չպետք է խանգարի մեր հանգիստ ապրելուն։ Այսօր ընդհանրապես հյուրերին չմոտեցանք։ Լավ է հիշեցիր, որ ամուսին ունես։ Մեկ։ Մինչև գնալդ ոնց որ ավելի լավ էր, հա։ Թե սկսեցիր խանդել։ Խանդել։ Ես ինչի պիտի խանդեմ։ Թող ինձ խանդեն։ Քո երկելու ժամանակը չի։ Ես լավ գիտեմ, երբ պիտի երգեմ։ Մի րոպե, ես խոսում եմ, դու գնում ես։ Սխալ դաստիարակության արդյունք է կարծում եմ։ Սոֆիա, հիմա մեր տորթի արարողությունն է լինելու, ուզում եմ դու այդ ընթացքում երգես, որովհետև երբ որ դու երգում ես, համ ես եմ ինձ լավ զգում, համ ամուսինս։ Ինչ որ խնդիր կա։ Կարող եմ ավել գումար առաջարկել կամ պրոդյուսերից զգուշացնել։ Ամեն ինչ կարգին է։ Իհարկե կարգին է։ Դու այն երգչուհիներից չես, որ խափանես ինչ որ բան։ Ես էլ քեզ էի փնտրում։ Մյուս անգամ եթե հրավեր կընդունես, բարձիր թե ով այդ մեկը։ Քեզ նեղացրել են։ Կյանքես հա տորթի արարողությունն է։ Ինչ։ Մի կեսօր ինչ-որ ոչ ադեկվատ ես, չեմ հասկանում քեզ, ասում եմ տորթը պետքա կտրենք։ Մալենա, տորթը կտրեք, ես ինչ անեմ, ես էլ գամ կտրեմ։ Հա, մեր երեխու առիթն է, միասին պետքա կտրենք։ Հեսա կկտրենք։
երկար։ Անհանգիստ էի քո համար։ Ինչի՞ համար եկե։ Որովհետև գիտեմ, որ դու լավ չես։ Պետք չի որ դու իմ համար անհանգստանաս։ Մերս, մենք երկուսով ենք հիմա, պետք չի խաղալ։ Մենք երկուս էլ գիտենք, թե ինչ ապատահել։ Ինչ ապատահել։ Դու արել ես մի բան, որը չպիտի անես։ Ինչ եմ արել։ Թող ես ինքս, թող։ Շեֆ, ախր քեզ չթողեցին դուրս գրվել։ Համ վատես, համ չես թողում օգնեմ։ Չէ, թող ես դրսում պիտի լինեմ։ Ես պիտի ստեղից դուրս գամ, որ իմ տղուն գտնեմ։ Գտնեմ շատ արագ ու մեր թշնամիները պիտի ստանան իրանց հասանելիք պատիժը։ Ու դաժան եմ պատժելու դրանց, թե չէ ձեր վրա հույս դնել չի լինում։ Չկպնես ինձ։ Սոֆիա, ինչի ես լացում։ Հետաքրքիր հարց տվեցիր։ Աչքս բան էր ընկել, այդպես։ Ու համել ես ուրախ եմ, ինչի պիտի լաց լինեմ։ Սոֆիա, Մալենայի վատ պահվածքի համար ես քեզնից ներողություն եմ խնդրում։ Ինձ նույնիսկ ձեր ներողությունը պետք չի։ Կարելի է ուղղակի հարգել մարդկանց։ Դա բարդ բան չի, Միկա։ Հասկացի ուղղակի իրան խանդն է խեղդում։ Դրա համար էլ անկարևորել է դառնում։ Միկա, գնա կնոջդ ուրիշի մոտ գովիր։ Ինձ այն հարկավոր չի։ Ես իմ տեղը չեմ գտնում ես մեր վիճակից։ Ինչի ինչ վիճակա։ Երկչում բերել եք եւ Մի վարքյան սպասի։ Եթե ես իմանայի, որ Մալենան քեզ կանչել է, երթվում եմ, ես չէի թողնի, որ դու ստեղ լինեիր։ Շատ բարի ես, Միկա։ Կարող ես չհավատալ, բայց ես հիմա քեզնից ավելի վատ վիճակում եմ։ Ես իմ տեղը չեմ գտնում։ Միկա, քո տեղը քո ընտանիքի կողքին է։ Իսկ ես ոնց անեմ, որ մտքերով անընդմեջ մեջ քո հետ եմ։ Չեմ ուզում, Միկա, պետք չի։ Չեմ ուզում ոչ մի բան լսել։ Գիտես, կուզեի քեզ վերցնեի ու փախնենք բոլորից։ Գնանք հեռու, որ մեզ ոչ մեկ չխանգարեր։ Փախիր, բայց առանց ինձ հետ դու գործ չունես։ Հեռու մնա ինձնից, Միկա։ Սոֆիա, կարամ իմանամ իմ հանդեպ ինչի տենց թույնով լցվեցիր։ Ես ամեն ինչ անում եմ, որ Մալենան քեզ չնեղացնի։ Բայց կարծես քեզ մոտ ոչ մի բան չի ստացվում, որովհետև նա մարդկանց նվաստացնելու եւ ցավեցնելու վարպետ է։ Ես հիմա կասեմ Մալենան քեզնից ներողություն կխնդրի։ Դու այդպիսի բան չես անի, Միկա։ Քո միակ ճիշտ քայլը ինձնից հեռու մնալն է։ Միայն այդ ժամանակ քո կինը կդադարի ինձ նկատել։ Բայց ես քեզ սիրում եմ։ Իմ ուժերից վեր է քեզ մոռանալը։ Հասկանում ես ինչ ասել եմ։ Լսի, Միկա, դու ընտանիք ունես, երեխա ունես։ Այսօր քո երեխու տոնն է։ Ապրիր նրանցով։ Թե դու ուզում ես համ ընտանիք ունենալ, համ էլ սիրուհի։ Ես քեզ երբեք որպես սիրուհի չեմ վերաբերվել։ Դու իմ միակ սերն ես։ Սեր, երբ այն հնչում ամուսնացած տղամարդու շուրթերից, դա ուրիշ բանի է վերածվում։ Հիմա ով ավելի վատ վիճակում։ Ես թե դու, Սոֆիա։ Չէ, ասա ով ավելի վատ վիճակում։ Ես ամեն վարքյան տանջվում եմ, որ կարող եմ քեզ կորցնեմ։ Դու երբեք իմ չես լինի։ Ոչ էլ ես քոնը։ Հակառակը։ Մենք իրար ենք պատկանում, մենք իրար համար ենք ստեղծված։ Թե այս ամեն ինչը ձևական է։ Քանի անգամ ասեմ, Միկա, դու ընտանիք ունես եւ դու քո ընտանիքին ես պատկանում։ Մեր սուր ես գնում։ Դռները փակի ուշ արդեն։ Որ դել զանգի, ասա որ դու ստեղ կմնաս։ Բայց դու ո՞ր ես գնում։ Որ ուզում եմ ընդեղ։ Ես էլ եմ գալիս քո հետ։ Մի ստիպի, որ վիրավորեմ քեզ։ Մերս, ասա ինձ, թե ուր ես ու գնում հիմա։ Տեղ եմ գնում։
Դու ինչի՞ չես ասում ինձ ինչ ես արել այդ կեղտին։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Դու չես հասկանում, ինչ ես արել դրա մարմինը մեզ։ Ինչ մարմին։ Ասում եմ չեմ հասկանում ինչ ես ասում։ Ինձ համար շատ վիրավորական է, որ դու ինձ չես վստահում։ Տուն։ Ես էլ եմ գալիս քո հետ։ Այս տուն ես եկել։ Բա ուզում էիր մի անգամից մորուք տանեի։ Ինձ համար մեկ օր կտանեին։ Ես հիմա մենակ որդուս մասին եմ մտածում։ Այդ միայն դու չէ։ Ես էլ եմ Սեթիս մասին մտածում ու դրա համար մեռնելով էլ դուրս եմ գրվել հիվանդանոցից։ Եկել եմ տուն։ Ապրես դու։ Դե քանի եկել ես օգնի, որ որդուս գտնենք։ Մենակ իմանամ որտեղից սկսեմ։ Ուր կարա լինի տղես։ Ես են անտերի վրա եմ կասկածում։ Ում։ Դե նրան էլի։ Են որ Սեթը աղբորը սպանել է։ Մերսը։ Բայց այդ Մերսը ին վրա ատամ ուներ։ Ինձ կարար վնասեր։ Բայց ոչ Սեթիս։ Դե քեզ վնասեց արդյունքի չհասավ։ Հիմա էլ անցել է տղուտ։ Ինչ ասեցիր։ Տենց չեն ասում։ Ինչ են ասում։ Դե տենց խոսում են էլի։ Ասում են, որ քո դեմ մահափորձ այդ տղեն է կազմակերպել։ Էլ ինչ են ասում, կնիկ ջան։ Դե չգիտեմ, էլի չգիտեմ։ Սեթն էլ այդքանը իմանալով ընկել էր դրա հետևից։ Եսի, կարող է մի բան արել այդ տղեն։ Ես չեմ կարող քեզ կորցնեմ, հասկացի Սոֆիա։ Դու ինձ չես կարող կորցնել Միկա, որովհետև ես երբեք քոնը չեմ եղել։ Տենց մի ասա։ Գիտես, ես մթնոլորտը ինձ դուր չի գալիս։ Ես ուզում եմ հեռանալ։ Չես հավատա, բայց ես էլ եմ ուզում, որ դու գնաս։ Հուսամ կինդ գոհ մնաց իմ կատարումներից։ Ես կխոսեմ նրա հետ, Սոֆիա, անպայման։ Խնդրում եմ քեզ Միկա, ոչինչ մի արա։ Ապրի քո ընտանիքի հետ երջանիկ, որ կնոջդ համար դադար եմ գոյություն ունենալ։ Իսկ դու իմացի, որ երբեք չես դադարի ինձ համար գոյություն ունենալ։ Կներեք, չեմ խանգարում։ Ուղղակի չեմ հիշում։ Ես մենակ երկելու համար էի վճարել, թե ամուսնուս ծառայություններ մատուցելու համար էլ։ Մանենա,